Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավար Սատու Կովյուին։ Վարչապետը կարևորել է առաքելության գործունեությունը եւ ընդգծել, որ ՀՀ-ԵՄ հարաբերություններն ունեն զարգացման դինամիկ բնույթ եւ ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործում ԵՄ-ն աջակցում է։ Նիկոլ Փաշինյանը վաղը Ռուսաստանի Դաշնություն կմեկնի։ Փաշինյանն ապրիլի 1-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Այցի շրջանակում Մոսկվայում տեղի կունենա նրա հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ։ Ուժեղ Հայաստան կուսակցությունը դաշինք է կազմել միավորված հայ կուսակցության եւ Նոր դարաշրջան կուսակցության հետ, որը կոչվում է Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինք։ Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ միջադեպի գործով ձերբակալված երկվորյակ եղբայրներից Միքայել Մինասյանը ազատ է արձակվել, սակայն նրան մեղադրանք է առաջադրվել։ Աղմկահարույց միջադեպի գործով անցնող Գևորգ Գևորգյանը եւս ազատ է արձակվել, բայց 5 միլիոն դրամ գրավի դիմաց։ Կիևեն ժամանել ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը եւ ԵՄ երկրների արտգործնախարարները։ Այսօր Ուկրաինայի մայրաքաղաքում տեղի կունենա ԵՄ նախարարական նիստը։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իրանը բանակցություններ չի վարում Միացյալ Նահանգների հետ։ Թեհրանը պնդում է, որ Իրանը միջնորդների, այդ թվում Պակիստանի միջոցով բանակցություններ վարելու խնդրանք է միայն ստացել։ Լեհաստանը չի պատրաստվում ԱՄՆ-ին տրամադրել իր Պատրիոտ հակաօդային պաշտպանության համակարգը, ասել է պաշտպանության նախարարը, նշելով, որ դրանք երկրում ունեն իրենց խնդիրը։ Դա Լեհաստանի եւ ՆԱՏՕ-ի արևելյան թևի պաշտպանությունն է։ Իսկ Իտալիան արգելել է ԱՄՆ-ին օգտագործել Սիցիլիայի ավիաբազան Իրանի դեմ պատերազմի համար։